Հարգելի պարոն քաղաքապետ, զեկուցում եմ, որ բոլոր շահագրգիռ կողմերի հետ եղել ենք մշտական կապի մեջ, այդ թվում բոլոր վարչական շրջանի ղեկավարների աշխատակազմերի, տրանսպորտի վարչության, ԵԱՍՄ հիմնարկի, Երևան ավտոբուս ՓԲ-ի, Երկաղլույս ՓԲ-ի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան կառույցներից մշտապես ստացել ենք երթևեկության նշաններին, գիշերային լուսավորությանը, աղբատար մեքենաներին խանգարող ծառերի ճյուղերի տեղադիրքի մասին ինֆորմացիա եւ հիմնականում երրորդյա ժամկետում իրականացրել ենք դրանց հեռացման աշխատանքները։ Այս պայմանությամբ մեզ հայտնի բոլոր հասցեներում աշխատանքները իրականացվել են։ Հարգելի պարոն քաղաքապետ, եթե թույլ կտաք նաև զեկուցեմ հանրակրթական դպրոցների մասով, ձեր հանձնարարականի համաձայն ուրեմն երկար տարիներ աշխատանքներ չեն իրականացվել դպրոցների կողմից իրենց կանաչ բակային տարածքների կանաչ տնկարկներում, ինչի արդյունքում ձեր կողմից եղավ հանձնարարական Երևան քաղաքի ուրեմն հանրակրթական դպրոցներին ցուցաբերելու օժանդակություն, ստացել ենք 125 կրթության վարչության միջոցով ստացել ենք 125 դպրոցներից հայտեր, աշխատանքները պարոն քաղաքապետ բաժանվել են երկու մասի, ամռան հաշվի առնելով, որ ամռան ընթացքում էդի աշխատանքներ հնարավոր չէր իրականացնել, ագրոմիջոցառումներ նաև աշխատանքները բաժանվել են երկու մասի եւ սկզբում իրականացվել են դպրոցի տարածքներում 4 ծառերի հեռացման աշխատանքները, այսպիսով թվով 68 դպրոցներում հատվել են 354 ծառ, իսկ էդի եւ դրանց խմանքի աշխատանքները տեղափոխվել էին Աշուն, պետք է տեղեկացնեմ, որ այսօրվանից սկսվել են դպրոցներում սանիտարական էդի եւ ձևավորման աշխատանքները, այս աշխատանքները մենք նախատեսում ենք իրականացնել մինչև նոյեմբերի 1-ը եւ տեղեկացնում եմ, որ նոյեմբերի 1-ից կմեկնարկի արդեն Երևան քաղաքի հանրային եւ բակային տարածքների էդը, այսպիսով 120 ուսումնասիրությունների արդյունքում բացի հատված ծառերին 125 դպրոցներում անհրաժեշտ է իրականացնել ծառերի էդման եւ ձևավորման աշխատանքներ, Էրեբունի վարչական շրջանի 13 դպրոցներում 286 ծառ, Նուբարաշենի 1 դպրոցում 55 ծառ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 9 դպրոցներում 103 ծառ, Դավիթաշեն վարչականի 4 դպրոցներում 206 ծառ, Ավան վարչական շրջանի 6 դպրոցներում 150 ծառ, Շենգավիթ վարչական շրջանի 19 դպրոցներում 327 ծառ, Աջափնյակ վարչական շրջանի 18 դպրոցներում 329 ծառ, կենտրոն եւ այստեղ Նորք Մարաշը մեր հետ միասին է, եւ Նորք Մարաշ վարչական շրջանների 20 դպրոցներում 258 ծառ, Նոր վարչական շրջանի 10 դպրոցներում 208 ծառ, Արաբկիր վարչական շրջանի 14 դպրոցներում 210 ծառ եւ Մալացիա Սեբաստիա վարչական շրջանի 11 դպրոցներում 170 ծառ։ Ընդհանուր առմամբ այդ մանկը ենթարկվի մինչև նոյեմբերի 1-ը կարծում ենք 2342 ծառ։ Սրանով մենք կավարտենք դպրոցներին ձեր հանձնարարականով մեր օժանդակության ծրագիրը։ Շնորհակալ եմ, պարոն Բեգոյան, իրականում այո, տնօրենների հետ հանդիպումից հետո բազմաթիվ բարձրաձայնված հարցերի շարքում նաև ընդհանուր ծառերի ֆոնդներ դպրոցների բակերում, բայց ուզում եմ նաև հիշեցնել, որ մեր չմարող եւ չհանգող խնդիրների շարքում է գոյուղիների անվերջանալի վթարները, ոնց համար կրկին ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանը ուղիղ պատասխանատվություն չի կրում, բայց ընդհանուր ակնկալիքներ կան նաև Երևանի քաղաքապետարանից։ Մենք պարոն Արեյան հաջորդ տարվա համար մոտ 300 միլիոն դրամ դրել ենք հրատապ կոմունալ բյուջե, որով որ մենք պետք է կարողանանք հրատապություն պահանջող որոշակի խնդիրներ լուծել, բայց կարծում եմ նաև պետք է իրավական
ձևակերպումը հասկանանք, որովհետև մենք բարբերաբար այս ուղղությամբ գումարներ ենք ծախսում, չնայած որ բարբերաբար նաև որոշակի սուբսիդավորումներ նվազում են Երևանի քաղաքապետարանի, վերջերս մենք կարողացանք նաև իհարկե ուղիղ վարչապետի հանձնարարականով մենք ստացել ենք ֆինանսական աջակցություն տրոլեյբուսների համար, բայց կարծում եմ շատ ազնիվ խոսակցություն պետք է տեղի ունենա այս ոլորտում տիրող իրավիճակի մասին, որովհետև 400 վթար գոյուղիներում շաբաթական եւ այդ այսպես ասած այդ գոյուղիների վթարները տեղ չունեն որպես այդպեսին մենք պարտավոր ենք եւ ստիպված ենք մոտ 300 միլիոն դրամ գումար դնել այդ սպասարկելու համար հաջորդ տարի երևի թե պետք է խնդրենք մեր գործընկերներին կառավարությունում վեոլաջերի հետ, ձեզ հետ, ջրային կոմիտեի հետ հասկանալ լավ վերջի վերջո այս խնդրի տերը ով է եթե ուզում են մենք լինենք դրա իրավական ձևակերպումները տանք, որովհետև արդեն տենց ուղակի մարդիկ մեզանից պահանջում ես օրական տենց մոտավորապես մի 5 նամակ ստանում եմ տարբեր տեղեր գոյուղիների վթարների վերաբերյալ։ Չնայած որ էլի եմ ասում, գոյուղիները բոլորը ցանցը պետական գույք է, չգիտեմ մի մասը հանձնված է վեոլաջերին, մի մասը հանձնված չի, չգիտեմ էլ նույնիսկ ինչ վիճակում է։ Մենք ինչ-որ լուծումներ պետք է գտնենք այդտեղ եւ իրականում հիմա լավ գումարը դրեցինք, բայց դրա վաղվա իրավական ձևակերպումը ինչ պետք է լինի։ Ինչ հիմքով ենք մենք դա անում, որ մեր լիազորության շրջանակում։ Եկեք ֆիքսենք ինչ-որ միտեղ լավ Երևանի քաղաքապետարանն է պատասխանատու, մենք էլ գնանք մեր գլխի ճարը վերջնական տեսնենք, բայց sense օթում չթողնենք։ Շատ լավ պարոն քաղաքապետ, գույքագրումը կավարտենք Տիկին Խաչատրյանի հետ, հրատապ անենտացների Արդեն 3 տարյա գույքագրում ենք, պարոն Արեա, 3 տարյա գույքագրում ենք, գրություն ենք, գույքագրում ենք, գրություն ենք գրում, իմպերատիվ որոշել եմ, որ 300 միլիոն ուղղակի պետք է մյուս տարի դնենք եւ վերջ անկախ յուրաքանչյուր գույքագրումից իրավական որևէ ձևակերպումից։ Կարևոր չի, մեր գույքն է, մեր գույքը չի, մենք պետք է սպասարկենք, թե չպետք է սպասարկենք, մարդիկ մեզանից ակնկալիք ունեն։ Վարչական շրջանի ղեկավարները բոլորը այստեղ նստած են, մարդականի հայտ եք ստանում գոյուղու վթարների հետ կապված։ Մի հատ եկեք այս հարցին անել, դու հիմա լավ ասենք չխոսացինք, հիմա ինչքան լավ չխոսա։ 300 միլիոն մյուս տարի դրել ենք Ժողովուրդ ջան, մենք ինչ որ գումար կունենանք էլի տենց հրատապ կարգով խնդիրներ լուծելու համար, բայց եկեք ծուռը նստենք դուզը խոսանք։ Երիք եղավ լավ։ Շատ լավ պարոն քաղաքապետ, իրավական սահմանազատման հարցը մենք վիոլաջերի եւ ջրային կոմիտեի հետ կավարտենք։ Ժորժ ջան, ցենց ասեմ, եթե ոչ մեկ դրան տեղ չի, ես դեմ չեմ, լավ եկեք սա փոխանցենք Երևանի քաղաքապետարանին, հասկանանք։ Հիմա լավ ասենք նույն մետրոպոլիտենի հարցը, ասենք մետրոպոլիտենի սուբսիդավորման համար Երևանի քաղաքապետարանը հաջորդ տարի պլանավորել է ինչքան 3.9 միլիարդ Տիկին Ավետիսյան։ Այո, պարոն քաղաքապետ։ Մետրոպոլիտենը պետական գույք է, չէ՞։ Այո, օղակ է։ Մենք սուբսիդավորում ենք մոտ 3.9 միլիարդով։ Մի 2 տարի առաջ ինչքան է եղել մեր սուբսիդավորման չափը։ 0 2 միլիարդ 299 միլիոն։ Չէ, մեր սուբսիդավորման չափը Երևանի քաղաքապետարանի կողմից տրվող։ Գումարը մենք չենք սուբսիդավորել, Երևան համայնքի բյուջեից չենք ֆինանսել։ Այո, այդ է ուզում լսեի։ Հիմա արգելի գործընկերներ, ընդհանուր միտում կա, ոնց որ տենց մեր ծախսային ուղղություններով մեզ ծառաբեռնելու եւ չգիտեմ էլի, ասենք անկեղծ եմ ասում, մեկ չեմ հասկանում ինչ տրամաբանությամբ եւ ինչի հաշվին, որովհետեւ ինչ որ բաներ կա, որ մենք էլ պետք է օբյեկտիվորեն ասենք դե Ժորժ ջան, գիտեք, եկեք միգուցե մենք լավ չենք կառավարում կարողա, ասենք ինչ որ բաներից մենք հրաժարվենք, ասենք չգիտեմ ով է լավ կառավարում, ֆինանսների նախարարությունը օրինակ, միգուցե կարող է մեզանից լավ է կառավարում, որովհետև տարից տարի ստացվում է այդ սուբսիդավորման չափերը նվազում են, իսկ մեր
ծախսերը ոնց որ թե ավելանում են։ Այսինքն մենք մի կողմից ոնց որ լավ ենք աշխատում, Երևանի քաղաքապետարանի եկամուտները ավելացնում է, որ կարողանա ավել ճանապարհ սարքի, ավել բակ սարքի, ավել, չգիտեմ, մյուսը, հետո ստացվում է, գիտեք, տենց այն որ ձերը չի կոմունալ է, դա դուք արեք։ Մետրոյի փողն եկեք նվազեցնենք, դա դուք ավել դրեք, լավ հետո ասենք ինչքան լավ մենք մեջտեղից ճղվենք, էս անենք, այն անենք, սալարը եկել է վերլուծություն է անում եւ նայում է համայնքների բանը ֆինանսավորման չափերը ընդհանուր առմամբ, դե այդ հələ առանձին մի հատ խոսակցություն է, դա իհարկե կքննարկենք, բայց որպեսզի հասկանաք Երևանը սեփական եկամուտները մի կողմ դրած մյուս համայնքների հետ համեմատած, մյուս համայնքներն էլ են թերֆինանսավորվում, ասենք մի հատ լեգենդ կար, չէ, որ Երևանը շատ հարուստ է, ամենաշատ փողը Երևանին ենք տալիս, ծիծաղելի թվեր են, ծիծաղելի, որ այդ տվյալները sense նայում ես, հասկանում ես, որ դա ասենք նորմալ է, որ այսքան խնդրեմ ունենք։ Մենք ամեն անգամ եկամուտները տարեց տարի ավելացնում ենք, մեզ տարեց տարի տենց մյուս կողմից նվազեցնում են։